ջերուցում բան վառում ենք, շատ է լինում, մինչև 50-55 հազար։ Հիմա 30-35 հազար։ Ստեփանավանի ռումինական թաղամասը փոխել է իր դիմագիծը։ Բոլոր բազմաբնակարան շենքերը ջերմարտիականացվել են, բնակիչներին հնարավորություն տալով խնայելու էլեկտրաէներգիայի ծախսը։ Էներգաարդյունավետ շենքերն աչքի են ընկնում նաև նորացված արտաքին տեսքով։ Փոխվել են շքամուտքերի դռները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրվել են LED լուսատուներ, օդափոխության համակարգեր, արևային ֆոտովոլտային և ջրատաքացման կայաններ։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 900 միլիոն դրամ, որի 50%-ը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, 25%-ը ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ի կողմից, իսկ 25%-ը համայնք, որի մեջ մտնում է նաև 5% բնակչության ներդրումը։ Այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է կառավարության համար եւ նմանատիպ ծրագրերը միշտ կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում։ Այստեղ քննարկելով նաեւ բնակիչների կարծիքները լսելով հանգում ենք այն եզրակացության, որ ծրագիրը շատ արդյունավետ էր, քանի որ իրենց խոսքով արդեն իսկ 50%-ով իրենց ծախսերը նվազել են։ Էներգաարդյունավետության ծրագիրն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության եւ կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրով հնարավոր դարձավ արդյունավետ մոբիլիզացնել միջազգային, պետական եւ համայնքային ռեսուրսները էներգիաարդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ իրականացնելու համար։ Շենքերի արդիականացումից հետո բնակիչները տեսան ծրագրի իրական օգուտները, սկսեցին խնայել ֆինանսական միջոցներ, դրանք ուղղելով այլ կարիքների։ Կարևոր է, որ էլեկտրաէներգիայի սպառման կրճատման արդյունքում նվազում են նաեւ արտանետումները, ինչն իր հերթին փոքրացնում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։ Ստեփանավանում եւ Ալավերդիում վերանորոգվել են 92 բնակելի եւ 9 հանրային շենքեր, բարելավելով ավելի քան 11500 բնակչի կենսապայմանները։ Ծրագիրը որպես այդպեսին այս փուլում ՄԱԶԾ-ի կողմից արդեն իսկ ավարտվել է, իրանք ավարտ են հայտարարել ծրագրի, բայց մենք դիմել ենք համ իրենց, համ էլի տարբեր կառույցների հետ քննարկումներ են կանում, որ ինքը շարունակել, միանշանակ շարունակել է լինելու, պարզապես ձևաչափը կտեսնենք հետագայում ոնց է լինելու։ Նաև իմիջայլոց օգտվելով առիթից ասեմ, որ այսօր վաղը արդեն իսկ նաև մրցույթ կհայտարարվի այս ամբողջ թաղամասը, որ տեսնում եք ռումինական անբարեկարգ դերեք տեսնում, ամբողջովին բակերի բարեկարգում է այդ ծրագրի անվանումը, ամբողջովին բակերը ասֆալտապատում, խաղարապարակներ կառուցվում, այսօր կամ վաղը արդեն իսկ մրցույթը կհայտարարենք, առաջիկա մի ամսից մեկնարկը կլինի։ Այսպիսով Լոռու մարզում ծրագրով էներգաարդյունավետ արտիականացվել են Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու, Վանաձորի, Սպիտակի տասնյակ բազմաբնակարան եւ հանրային նշանակության շենք-շինություններ, իսկ ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ 470 շենք, ընդգրկելով ավելի քան 600 000 շահառուի։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։